Քոչ, եթե հիշում ես քո երկրորդ ժամկետի ընտրությունները ընթացան համատարած ընտրակեղծիքներով, երբ հաղթել էր Ստեփան Դեմիրճյանը։ Խորհրդարան անցած ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, չմտավ խորհրդարան եւ ընտրությունների արդյունքները բողոքարկեց Սահմանադրական դատարանում։ Եթե հիշում ես Սահմանադրականի որոշումը, որ պիտի անցկացվեր վստահության հանրաքվե, բայց դու հեգնեցիր, դատապարտեցիր Սահմանադրականի նախագահ Գագիկ Հարությունյանին նման անհեթեթ որոշում կայացնելու համար եւ արհամարեցիր։ Չհետևեցիր Սահմանադրականի որոշումն ի կատարածես, հանրաքվե անցկացնես, բա հիմա ինչու ես բողոքարկում եւ Սահմանադրականից պահանջում ընտրությունները անվավեր ճանաչվի։ Գիտես մենք ժողովուրդս նման բան թույլ կտանք։ Քոչ, եթե Նիկոլի բռնության կոչերը ազդել է քո վրա, որ կրես եւ վայնասուն ես դրել, բայց վստահասում եմ, որ այդ կոչերը չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այդ ինչպես եղավ, որ 44-օրյա պատերազմի ավարտից սկսած ուղիղ 5 ամիս քո գլխավորությամբ եւ քո ֆինանսավորմամբ կարողացար հազարավորների պահել փողոցում հեղաշրջման հստակ ծրագիր ունենալով եւ այդ ցույցերի ժամանակ 1000 ու մի բռնության կոչեր հնչեցվելով քո եւ քո վարչապետացու Վզգոյի, Իշխանիկի, Գեղամիկի, Հրանտ Բագրատյանի, էլ հող հանձնող, էլ կապիտուլյանտ, էլ դավաճան, էլ ապիկար, էլ ազգային ժողով գրոհելն ու պետական գույքը ջարդ ու փշուր անելը, Արարատ Միրզոյանին դաժանաբար ծեծի ենթարկելը, 1000 ու մի սադրանքները եւ այս բոլորը հեղաշրջման լեգիտիմ վարչապետին տապալելու համար։ Եվ ինչու է քեզ թվում, որ քեզ կարելի է, դու արտոնյալ ես, կամ այդ հեղաշրջման համար դու կունեիք բավարար հիմքեր երկրում իշխանությունը զավթելու, որ այս ամենին հասնելու համար դու թալանածդ միլիոնները հանել էիր ասպարեզ եւ որպեսզի ցույցերին մարդկանց քանակ ապահովեիր, շռայլորեն փող էիր բաժանում։ Քեզ կարելի էր ընտրակաշառքով մարդկանց բերել հրապարակ եւ վարչապետի հասցեին 1000 ու մի հայհոյանքներ հնչեցնել, ոչ թե 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, այլ 5 ամիս, ամեն օր, ով է քեզ արտոնել փողով մարդկանց առնել, հատկապես ընտրություններին, որ կաշառքը եռապատիկ եւ քառապատիկ էիր դարձրել, բա գիտես, եթե ազնիվ մտնես ընտրապայքարի մեջ, մի տոկոս էլ ձայն տվող չի լինի քեզ։ Հետո միթե դու քո տասնյակ ելույթներով ժողովրդին չէիր հանում Նիկոլի դեմ, 8 ամիս նախքան ընտրություններն էիր հանում, ժողովրդին սկսել հանել Նիկոլի դեմ որպես հող հանձնող, որպես մեղրու միջանցքը հանձնող։ Բազում սադրանքներ կազմակերպեցիր Նիկոլի դեմ, բայց տեսար, որ ժողովուրդը այս ընտրություններին անգամ հաշվի չառավ 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերին, Արցախի հողերի հանձնումը նույնպես, քանզի ժողովուրդը հիմնվեց պատերազմի մասնակից զինվորների, հրամանատարների, Սամվել Բաբայանի վկայություններին, որ պատերազմը ծախված էր, դուք ձեր ծախած հողերի պարտքն էիք փակվում Ալիևին։ Այդ դավադրությունը կազմակերպեցիք 2 հարցը լուծելու համար, ձեր պարտքերը փակվեք եւ պատերազմի պարտությունը բարթելով Նիկոլի վրա ձեզ համար բռնվելու տեղ ստեղծեցիք ժողովրդին Նիկոլի դեմ հանելու, նրան դեմ տապալելու համար։ Ժողովուրդը զգաց, որ դա ձեր հանցագործ Ղարաբաղյան կլանի ձեռագիրն է եւ ավելի շատ վստահեց իր վարչապետին, եթե դու այդքան փող շահ չտայիր, ընդհանրապես խորհրդարան մտնելու շանսեր չունեիր։ Հիմա կարծում ես քո կրելուն, հաղթելուն խոչընդոտել է Նիկոլի բռնության կոչերը, աբսուրդ։ 5 ամիս 1000 ու մի կոչեր հնչեցրին, քո թալանչիները Վզգոն, Իշխանիկը, Գեղամիկը, Արծվիկը, Դոդիկ Ամանդը։ Էլում ասեմ, բա քո կարծիքով ինչու Նիկոլին վստահեցին, ոչ քեզ։ Պատասխան եմ, քանզի Նիկոլն ազնիվ է, նվիրյալ, չի եկել ժողովրդին թալանելու, չի եկել նաև Արցախի հողերը հանձնելու, բայց դուք դավադրաբար գլխին սարքեցիք, եւ ձեզ օգնում էր Պուտինն ու Ալիևը, եւ առ այսօր գերիներին չտալը եւ Սև լճում ազերի զինվորների ներկայությունը դարձյալ քո հրահանգով է, քանզի Արցախի հողերի հետ ծախել ես նաև մեղրին։ Այնպես ու ուլը կողովի տակ երկար չի մնա, մի օր հենց Ալիևը կբացահայտի։ Ինչու է քեզ թվում, որ քո ստոր քայլերը չեն կարողանում կարդալ։ Չմոռանամ նաև վարչապետի Սյունիք այցելությունը, որտեղի Խուժանին թուրու թվանքով հանել տվեցիր վարչապետի դեմ, 1000 ու մի անկապարկեշտ հայհոյանքներով վարչապետի եւ ընտանիքի հասցեին։ Այս պահին հիշեցի Թումանյանի բանաստեղծության այն տողերը, այն համոն թաքուն մածունը կերավ, գնաց տատի մոտ, ին վրա դրավ, ուղակի զավեշտ է։ Ղարաբաղյան կլանի 2 պարագլուխները յուրաքանչյուրը 10 տարի պաշտոնավարեցիք, տասնյակների ձեր ճամփից հեռացնելու համար կյանքից զրկեցիք, աչ ու ձախ թալանեցիք, չկշտացաք, անցակ Արցախի հողերը ծախեցիք դավաճաններ։ Հիմա մտել եք մեր երկրի փրկչի դերի մեջ եւ համոզիչ ձեր դերն եք կատարում եւ շատ միամիտների ձեր ցանցը գցեցիք։
Ձեր պաշտոնավարման տարիների բոլոր անհաջողությունները վերագրում եք Նիկոլին։ Եթե հիշում եք ինչ էր ասել քոչը հայ ազգի մասին, դուք այս ազգին լավ չեք ճանաչում։ Հայերը փողի մեռած ոչխար ազգ են, 2 կոպեկ թուլայափայ կշպրտենք, կվախեցնենք եւ կստիպենք, որ մեզ ընտրեն։ Հետո դուք սաղդ լավ պաշտոններ կունենաք։ Ես զարմանում եմ, մի մարդ, որ հայ ժողովրդի մասին նման կարծիք ունի, ինչպես կարող է հայ լինել։ Եվս մի ապացույց, որ թուրքի տղա է, իսկ ժողովրդի փողամոլ ծախված մի մասսա կուլ տվեց այդ վիրավորանքը եւ իր ձայները ծախեց այդ հանցագործներին, կրկին բերեց փաթաթեց ժողովրդի վզին։ Դրա համար էլ քոչն ասում է, դե տեսեք, որ ճիշտ եմ ասում, ձեր ոչխար, փողի մեռածները ինչքան անինքնասեր եւ անարժանապատիվ են, դուք եւ ծախվածներ հակադարձելու իրավունք ունեք, քանզի նա ձեր ճիշտ գնահատականն է տվել, դուք փողով այս ազգի մի բուր հայրենիքն էլ կծախեք, ազգի անեծքը վերցրիք ձեր վրա, չուտեք այդ արյունոտ փողերը։ Գրառումը կատարել էր Սոնա Արշունեցին իր Facebook-յան էջում։ Բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինությունները։ Ոստիկանության ՆԱ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով եւ իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Մասնավորապես մի անձի խոստացել է $200 դիմաց նրա որդու համար կազմակերպել B կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։ Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150,000 դրամ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։ Պարզվել է նաև, որ մի տղամարդ դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, վերջինիս մեքենան չի ունեցել ԱՊԱ պայմանագիր։ Վթարից հետո տեսուչը փոխել է մեքենաների դիրքը, վթարի իրադրությունը, այդպիսով վթարի հարցում մեղավոր վարորդի ինքնությունը, ապա ճո այլ աշխատակիցների հետ մեկնել է դեպքի վայր եւ կազմակերպել հիշյալ մեխանիզմով վթարի դեպքի հաշվառումը։ Բացի այդ, նույն տեսուչը տեղեկանալով, որ ճանապարհային ոստիկանները պատրաստվում են մի անձի նկատմամբ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա պայմանագիր չունենալու համար զանգել է ճանապարհային ոստիկաններին եւ միջամտել նրանց գործողություններին, խնդրելով արձանագրություն չկազմել։ Պարզվել է նաև ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի տղամարդու մեքենա, որի դիմապակին եղել է թաղանթապատված, իսկ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Տեսուչը զանգել է ճանապարհային ոստիկանին եւ պայմանավորվել, որ արձանագրություն կազմվի ոչ թե վարորդի, այլ ուրիշ անձի անվամբ։ Մեկ այլ դրվագով նույն տեսուչը տեղեկանալով, որ մի անչափահաս չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, բախվել է կայանված ավտոմեքենայի։ Վթարից հետո տեսուչը նրա հոր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել կայանված մեքենան նորոգելու պայմանով վթարը չարձանագրելու վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերը ՆԱՎ-ից ուղարկվել են հատուկ քննչական ծառայության, որտեղ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նյութի աղբյուրը Հայկական ժամանակ։